Վանք եմ ստանում, որ Նարեկ Հովհաննիսյանի մայրիկն է, բնական է արդեն հասկանում ես, որ ինչ-որ բան են չի, ձեր տղային մեքենան խփել է, առաջին ռեակցիաս շոկային վախ, հարցնում եմ որտեղ է դեպքը եղել, ինչա պատահել երեխուն ու լսում եմ պատասխան, որ ամեն ինչ նորմալ է, հանգիստ եղեք։ Այնինչ դեպքի վայր հասած Հերմինեն որդուն տեսնում է թույլ և գունատ, խնդրում է արագ հիվանդանոց հասցնել, սակայն շտապօգնության բժիշկը կրկին հանգստացնում է, որևէ լուրջ խնդիր չկա։ Հասանք հիվանդանոց, այնտեղ բժիշկը հարցրեց ցավող տեղը, ընդամենը 1 վայրկյան շոշափեց տեղը ու Նարեկը անջատվեց, ու ես կանգնած այդտեղ մենակ լսում եմ գոռոց, պատգարակ, վերակենդանացում, ինձ թվում էր մի հատ կինոյի մեջ եմ հայտնվել, այտենց վիճակում էի։ Ժամեր շարունակ Նարեկի առողջական վիճակի մասին բժիշկները ոչինչ չեն հայտնել Հերմինեին, արդեն ավելի ուշ տվել են նախնական ախտորոշումը։ Ինձ ասում են, որ ծոծրակոսկրից մինչև վերին գանգափոս, գանգոսկրի փակ կոտրվածք, այսինքն պատրվածք չի եղել, արուն չի հոսել, դրա համար չեն հասկացել, մինչ օրս վարորդը չի հասկանում, որ լուրջ վնասվածք է հասցրել երեխուն, ուղեղի սալջարդ, մոտավոր կարծում եմ հասկանում ենք ինչից ենք խոսում ու ինչ հրաշքով է, որ երեխան չունի ոչ հենաշարժողական խնդիր, որովհետև սեղմվել է ուղեղը հարվածից, ոչ մտավոր, ոչ էլ խոսքի